Ռեոփեն մեդիայի ուղիղ եթերում իր աշխատանքն է շարունակում Re-News լրատվականի գլխավոր թողարկումը մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Ներկայացվելիք թեմաների մասին նախամարոտ։ Քրեական քրոնիկոնը, արյունոտ ու ողբերգական ավարտով, կրակոցներ Աբովյանում, դանակահարություն Չարենցավանում։ Առանց ծուխ կրակ չի լինում, բայց առանց կրակ ծուխ երբեմն լինում է։ Երևանը շարունակում է շնչահեղձ լինել։ Պատերազմից շնչահեղձ Գազան կարծես շունչ է քաշում, արդեն 250,000 անձ է վերադարձել ավերակների վերածված քաղաք, մարդկանց հոսքը շարունակվում է։ Ռուսաստանի հայ ազգի հերոսը Նիկիտա Սիմոնյանին աշխատանքի հերոսի կոչում է շնորհվել 99-րդ տարեդարձին ընդառաջ։ Հոկտեմբերի 9-ից Նուբարաշենի վառվող աղբավայրի ծուխը տարածվում է մայրաքաղաքի վրա։ Օդի աղտոտվածության բարձր մակարդակը կարող է բացասաբար ազդել հատկապես խոցելի խմբերի առողջության վրա։ Նույնիսկ Երևանի քաղաքապետն է աղտոտված օդից պաշտպանվելու կոչեր տարածում։ Շրջակա միջավայրի նախարարությունը սերտորեն աշխատում է Երևանի քաղաքապետարանի, առողջապահության նախարարության և շահագրգիռ գերատեսչությունների հետ գնահատելու Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցած հրդեհի ազդեցությունը շրջակա միջավայրի և բնակչության առողջության վրա։ Իմ գործընկեր Անի Հովհաննիսյանն է փորձել պարզել աղտոտվածության մակարդակն ու դրանից պաշտպանվելու միջոցները։ Մնացեք փակ տարածքներում, դրսում սպորտով մի զբաղվեք։ Խիտ երթևեկության վայրերում դիմակ կրեք։ Առողջապահության նախարարության զգուշացումը հնչեց Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից գրեթե 2 օր անց։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնում է, որ մայրաքաղաքի կենտրոնում օդի աղտոտվածության մակարդակը հասել է մի ցուցանիշի, որ գնահատվում է որպես անառողջ զգայուն խմբերի համար։ Առողջապահության նախարարությունից զգուշացնում են, որ այս թվերի հետևում թաքնված են իրական ռիսկեր։ Աղտոտված օդը կարող է առաջացնել շնչառական խնդիրներ, հազ, շնչահեղձություն, սրտանոթային հիվանդությունների սրացում, աչքերի գրգռվածություն, գլխացավեր և հոգնածություն, երեխաների մոտ բրոնխիտ, ասթմային օպաներ և նույնիսկ ուշադրության խանգարումներ։ Քանի դեռ համակարգային լուծումներ չկան, քաղաքացիների մնում է հետևել պաշտպանության պարզ կանոններին։ Մնալ փակ տարածքում, փակ պահել դռներն ու պատուհանները, կրել դիմակ, հատկապես խիտ երթևեկության վայրերում, խուսափել ֆիզիկական ակտիվությունից դրսում, հոգ տանել խոցելի խմբերի մասին, տարեցները, երեխաները, հղիները և քրոնիկ հիվանդություններ ունեցողները առավել մեծ ռիսկի տակ են։ Վերջին տվյալները ցույց են տալիս, որ օդի աղտոտվածության խնդիրը մայրաքաղաքի մենաշնորհը չէ։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ի ուսումնասիրության արդյունքները մտահոգիչ են հատկապես Վանաձորի համար։ Քաղաքի տարբեր հատվածներում օդում փոշու բարունակությունը պարբերաբար գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Օդի որակի հետ կապված խնդիրներ են գրանցվել նաև Հրազդանում, որտեղ փոշու բարունակությունը նորման գերազանցել է 2 օր անընդմեջ, և Արարատում։ Փոխարենը Գյումրիում օդի որակը մնացել է նորմայի սահմաններում։ Անի Հովհաննիսյան, Ռեոփեն մեդիա։ Քրեական քրոնիկոնն է իրադարձություններով հարուստ, ցավոք նաև անդառնալի հետևանքներով։ Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցում հոգեհանգստի արարողության ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել։ Հանցագործություն կատարած անձը հոգեբուժարանում հաշվառված 26-ամյա մի երիտասարդ է։ Դանակահարված անձը հիվանդանոցում մահացել է, կասկածյալը ձերբակալված է։ Կրակոցներ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում անցած գիշեր ժամը 1-ին մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում կրակոցներ են հնչել, կան նաև վիրավորներ։ Վերջիններիս տեղափոխել են հիվանդանոց, բժիշկները վիրավորներից 2-ի վիճակը գնահատել են ծանր։ Քննչական կոմիտեից հայտնում են, դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ, 1 անձ ձերբակալվել է խուլիգանություն կատարելու համար։ Գազայում երկրորդ օրն է, ինչ հիմնականում պահպանվում է հրադադարը, տասնյակ հազարավոր ընտանիքներ վերադառնում են իրենց ավերված տները։ Այսօրվա տվյալներով վերադարձողների թիվն արդեն գերազանցել է 250,000-ը, ընդ որում վերադարձողների հոսքը չի դադարում։ Խնդրով զբաղվող միջազգային կառույցները փորձում են նաև հումանիտար օգնության անհրաժեշտ ծավալներ ապահովել։ Այս պահին առաջնայինը սակայն դեռ մնում է հաստատված փխրուն հրադադարը կայուն խաղաղության վերածելը, նորից առաջին պլանում Թրամփն է։ Տարածաշրջանում սպասում են նրա արդեն պաշտոնապես անոնսավորված այցին։ Ուրբաթ օրը վաղ առավոտյան Իսրայելի կառավարությունը հաստատեց Գազայի տարածքում հրադադարի և պատանդների ազատ արձակման գործարքը, սկիզբ դնելով համաձայնագրի առաջին փուլին։ Միաժամանակ հազարավոր տեղահանված պաղեստինցիներ նույն օրը ոտքով անցան Գազայի անապատներով, որ ժամ առաջ հասնեն իրենց լքված տների ավերակներին։ Շաբաթ օրվա տվյալներով շուրջ 250,000 անձ արդեն վերադարձել է։
Փառք Աստծուն, աննկարագրելի զգացողություն է, դուստրս գանգոսկրի կոտրվածք ունի, նա վիրավորվել է պատերազմում, Աստծո կամոք ես կկարողանամ բուժել իմ զավակին և սա կլինի մեր տառապանքների վերջը, մենք շատ ուրախ ենք, որ պատերազմը դադարել է։ Թրամփը ևս հույս ունի, որ պատերազմը վերջնականապես դադարել է, նրանք բոլորը հոգնել են կռիվներից, Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահը։ Երկուշաբթի օրը պատանները վերադառնում են, նրանց հենց հիմա են դուրս բերում, նրանք գտնվում են բավականին վատ վայրերում, հողի տակ, դուրս են բերում նաև մարմինները, մոտավորապես 28 մարմին, և այդ մարմիններից մի քանիսը հենց հիմա, երբ մենք խոսում ենք, հողից հանվում են։ Իսրայելի և Համաս զինյալ խմբավորման միջև հակամարտությունը դադարեցնելու Թրամփի ծրագրի առաջին փուլում իսրայելական զորքերը 24 ժամում հեռանում են Գազայի հիմնական և խիտ բնակեցված հատվածներից, սակայն կշարունակեն վերահսկողություն պահել կարևոր համարվող հատվածներում։ Վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասել է, որ իսրայելական ուժերը մնում են Գազայում, ապահովելու Համասի զինաթափումը։ Այսպիսով մենք բռնել ենք Համասին ամեն կողմից, նախքան ծրագրի հաջորդ փուլերը։ Համասը զինաթափվում է, իսկ Գազան ապառազմականացվում։ Եթե դրան կարելի է հասնել հեշտ ճանապարհով, շատ լավ, եթե ոչ, դրան կհասնենք դժվար ճանապարհով։ Իսրայելի ոստիկանությունը հայտնել է, որ պատրաստվում է Թրամփի երկուշաբթի օրը սպասվող այցին, որը պաշտոնյաների խոսքով կներառի ելույթ Իսրայելի խորհրդարանում։ Սա կլինի ԱՄՆ նախագահի առաջին ելույթը Քնեսեթում 2008 թվականին Ջորջ Բուշ կրտսերի այցից հետո։ Թրամփի ծրագրի հաջորդ փուլը միջազգային մարմնի խաղաղության խորհրդի ստեղծումն է, այն կղեկավարի ինքը՝ Թրամփը։ Համասն այս ծրագիրը անվանել է օտարերկրյա խնամակալություն, հավելելով, որ Գազայի կառավարումը զուտ ներպաղեստինյան հարց է։ Իսրայելի կառավարությունը Համասի հետ հրադադարը վավերացրել է ուրբաթ առավոտյան։ Իսրայելական զորքերի դուրսբերումից հետո Համասը 72 ժամ ունի իր պահած 20 ողջ իսրայելցի պատաններին ազատ արձակելու համար։ Գործընթացը արդեն մեկնարկել է։ Գրեթե բոլոր դեպքերում միմյանց հակադրվող Համասն ու Իսրայելը այս դեպքում համակարծիք են, փոխանակումը ժամանակ է պահանջելու եւ նաեւ որոշակի խստություն այդ ընթացքում սադրանքները բացառելու համար։ Անի Հովհաննիսյան, Reopen Media։ Միջուկային զսպման գործողություններ իրականացնելու համար երկուշաբթի հոկտեմբերի 13-ին Նիդերլանդներում մեկնարկում են Հյուսիսատլանտյան դաշինքի ամենամյա զորավարժությունները, սակայն առանց իրական զենքի կիրառման։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ ՆԱՏՕ-ի 14 երկրների 71 կործանիչի մասնակցությամբ վարժանքը կտևի մոտ 2 շաբաթ։ Ռյուտեն ընդգծել է զորավարժությունների կարևորությունը, նշելով, որ դրանք կօգնեն ապահովել, որ դաշինքի միջուկային զսպման ուժերը մնան հնարավորինս հուսալի, անվտանգ, պաշտպանված և արդյունավետ։ Նշեմ, որ Հյուսիսատլանտյան դաշինքը նման զորավարժություններ անցկացնում է ամեն տարի ներգրավելով ինչպես միջուկային, այնպես էլ ոչ միջուկային ՆԱՏՕ-ի անդամ երկրների կործանիչ ավիացիան։ ՆԱՏՕ-ի միջուկային քաղաքականության վարչության ղեկավար Ջեյմս Սթոքսը լրագրողներին հայտնել է, որ չնայած Կրեմլից հնչող սուր հռետորաբանությանը, դաշնակիցները վերջին շրջանում չեն նկատել Ռուսաստանի միջուկային դիրքորոշման որևէ փոփոխություն։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը զորավարժությունների հիմնական թիրախը չէ, սակայն ՆԱՏՕ-ն շարունակում է հետևել Մոսկվայի ռազմական գործունեությանը, այդ թվում Ուկրաինայում կիրառվող կրկնակի նշանակության հրթիռներին, որոնք կարող են հանգցվել միջուկային մարտագլխիկներով։ Իսրայելն այսօր առավոտյան ինտենսիվ ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավային հատվածներին, ինչի հետևանքով զոհվել է 2 և վիրավորվել 7 մարդ։ Ժամանակավոր փակվել է Բեյրութ հարավային Լիբանանի հետ կապող մայրուղին։ Զոհվածը բանջարեղեն տեղափոխող մեքենայի վարորդն է։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալով մյուս զոհվածը Սիրիայի քաղաքացի է, վիրավորների թվում ևս կան Սիրիայի քաղաքացիներ, որոնց թվում 2 կին։ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը դատապարտել է Իսրայելին քաղաքացիական օբյեկտներին հարվածելու համար։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուրբաթ օրը Սեբաստիան Լեկորնյուին վերանշանակեց վարչապետի պաշտոնում, պաշտոնը թողնելուց ընդամենը օրեր անց։ 47-ամյա Մակրոնը հույս ունի, որ Լեկորնյուն կկարողանա բավարար աջակցություն ստանալ խորհրդարանից 2026 թվականի բյուջեն ընդունելու համար։ Բախվելով Ֆրանսիայի վերջին տասնամյակների ամենածանր քաղաքական ճգնաժամին, Մակրոնի մրցակիցներից շատերը պահանջել են, որ նա կամ նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնի, կամ հրաժարական տա։ ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը հայտարարել է, որ բաց հաղորդակցության գիծ է ապահովել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ռուս-ուկրաինական պատերազմում դաշնությունում հայտնված ուկրաինացի երեխաներին հայրենադարձելու վերաբերյալ։ Նա ասել է, որ Պուտինը պատասխանել է իր նամակին այս տարվա սկզբին և նրանք շարունակում են կապի մեջ մնալ։ For the past 3 months, both sides have participated
Վերջին 3 ամիսների ընթացքում երկու կողմերն էլ բարեխղճորեն մասնակցել են մի քանի ոչ պաշտոնական հանդիպումների եւ հեռախոսազրույցների։ Մենք պայմանավորվել ենք համագործակցել միմյանց հետ, իշախ այս պատերազմում ներգրավված բոլոր մարդկանց։ Իմ ներկայացուցիչը ուղղակիորեն աշխատել է նախագահ Պուտինի թիմի հետ, ապահովելու երեխաների անվտանգ վերամիավորումը իրենց ընտանիքների հետ։ Ուկրաինայի շատ մասերում ռուսական անօդաչու թռչող սարքի եւ հրթիռային հարձակումից հետո Կիևի եւ այլ շրջանների զգալի մասը մթության մեջ էր։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունները վերականգնել են էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Ձմռան մոտենալուն զուգահեռ էլեկտրահամակարգին ուղղված վերջին զանգվածային հարձակման հետևանքով 9 մարզերում էլեկտրամատակարարումը ընդհատվել է։ Մենք տեսանք, թե ինչ արեցին նրանք այսօր։ Նրանք ռեսուրսներ հավաքեցին, մտքում ունենալով հստակ ծրագիր։ Նրանք սպասեցին անձրևի ու մառախուղի, լիովին գիտակցելով, որ դա կխաթարի հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատանքը։ Նրանք հստակ գիտեն, թե ինչ են անում, եւ մենք նույնպես։ ԱՄՆ-ում զինամթերք արտադրող ռազմական գործարանում տեղի ունեցած պայթյունից կան զոհեր եւ անհետ կորածներ։ Երկրորդային պայթյունները ստիպել են փրկարարներին հեռու մնալ այրվող տարածքից։ Պայթյունը, որ լսվել է մի քանի մղոն հեռավորության վրա, տեղի ունեցել Թենեսի նահանգի զինագործարանում, որ բաղկացած է 8 մասնաշենքից։ 2 մարդ է զոհվել, 18-ը համարվում են անհետ կորած։ Նրանց ողջ գտնելու հույսերը շատ փոքր են։ Վիրավորների թիվը չի հաղորդվում։ Անի Հովհաննիսյան, Open Media։ Չնայած մրցանակագրի անվան հրապարակման նախօրեին հաջողվեց խաղաղություն բերել նաև տանջահար Գազայում, որը Սպիտակ տան ղեկավարի հաշվարկով 8-րդն էր։ Իր ակտիվում, սակայն Նոբելի մրցանակներից ամենակարևոր խաղաղության դափնին այդպես էլ Թրամփին չհասավ։ Ով է Մարիա Մաչադոն եւ ինչ է արել աշխարհում խաղաղության եւ ժողովուրդների միջև համերաշխության համար, կպատմի Աննա Հարությունյանը։ The Nobel Peace Prize for 2025 2025 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակը բաժին է ընկնում խաղաղության քաջ եւ նվիրյալ մարտիկին, մի կնոջ, որը շարունակում է վառ պահել ժողովրդավարության բոցը տարածվող մթության մեջ։ Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն որոշել է 2025 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհել Մարիա Կորինա Մաչադոին։ Նախկին պատգամավոր 58-ամյա արդյունաբերական ինժեներ Մարիա Կորինա Մաչադոն դարձավ Նիկոլաս Մադուրոյի ռեժիմի դեմ պայքարի խորհրդանիշը։ Չնայած 15 տարով պետական պաշտոն զբաղեցնելու իշխանությունների սահմանած արգելքին, նա ճնշող մեծամասնությամբ հաղթեց ընդդիմության 2023 թվականի նախնական ընտրություններում, քաղաքացիներին մոբիլիզացնելով նոր Վենեսուելա կառուցելու հույսով։ Հենց հիմա մենք պետք է սկսենք կառուցել այն տունը, որը տեղափոխվելու են 2024 թվականի նախագահական ընտրություններում հաղթելուց հետո։ 2024 թվականի հուլիսին կայացած ընտրություններից հետո, երբ ընտրական հանձնաժողովը հաղթող ճանաչեց Մադուրոյին 52% ձայներով, Մաչադոն ներկայացրեց բոլորովին այլ իրականություն, հիմնված ընդդիմության սեփական հաշվարկի վրա՝ 70% Էդմոնդո Գոնսալեսին, 30-ը Մադուրոյին։ Այս հայտարարությանը հաջորդեցին զանգվածային բողոքի ակցիաներ եւ իշխանությունների կոշտ պատասխանը։ Ավելի քան 2000 մարդ ձերբակալվեց, իսկ Մաչադոյի եւ ընտրության առաջնորդներից Էդմոնդո Գոնսալեսի դեմ քրեական հետաքննություններ սկսվեցին։ Ոմանք մեկնաբանություններ էին արել իմ իրավիճակի մասին։ Կարծում եմ բոլորը հասկանում են այն։ Ես որոշել եմ մնալ Վենեսուելայում եւ պայքարի մեջ լինել այստեղից։ Այսօր, երբ Գոնսալեսը գտնվում է արտասահմանում, Մարիա Մաչադոն գիտակցելով բոլոր ռիսկերը շարունակում է պայքարել Վենեսուելայից։ Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրվել էր 338 թեկնածու։ Նորվեգական Նոբելյան կոմիտեն բաղկացած է 5 անհատներից, որոնց նշանակում է Նորվեգիայի խորհրդարանը եւ որոնք առաջադրվում են նորվեգական քաղաքական կուսակցություններից։ Մենք ստանում ենք բազմաթիվ առաջադրումներ, դրանք մաղում ենք, Նոբելյան կոմիտեին ներկայացնում ենք առաջադրումների երկար ցուցակը։ Դրանք առանձնացնում են կարճ ցուցակ։ Այնուհետև որպես կոմիտեի քարտուղար ես պատասխանատու եմ կարճ ցուցակում ընդգրկված թեկնածուների վերաբերյալ փորձագիտական վերլուծություններ հայցելու համար։ Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվում է 1901 թվականից ի վեր այն մարդկանց, որոնք համապատասխանում են շվեդ արդյունաբերող Ալֆրեդ Նոբելի 1895 թվականի կտակում նշված նկարագրությանը։ Այնտեղ ասվում է, որ մրցանակը պետք է տրվի այն անձին, որն արել է ամենաշատը կամ լավագույնը նպաստելու ազգերի միջև բարեկամությանը, մշտական բանակների վերացմանը կամ կրճատմանը եւ խաղաղության կոնգրեսների հիմնադրմանն ու առաջխաղացմանը։ Առաջադրման իրավունք ունեցող մարդկանց երկու ամենամեծ կատեգորիաներն են նախ ակադեմիկոսները, ինչը նշանակում է բոլոր պրոֆեսորները եւ դոցենտները, նույնիսկ թոշակառու պրոֆեսորները։ Երկրորդ ամենամեծ կատեգորիայում են ազգային ժողովների եւ կառավարությունների բոլոր գործող անդամները աշխարհի ցանկացած կետում։
Նոբելի խաղաղության մրցանակի առաջին դափնեկիրներն էին Կարմիր խաչի հիմնադիր Անրի Դյունանը և Ֆրեդերիկ Պասին։ Տասնամյակների ընթացքում այն շնորհվել է այնպիսի խորհրդանշական դեմքերի, ինչպիսիք են Մարտին Լյութեր Կինգ կրտսերը, Մայր Թերեզան և Նելսոն Մանդելան, գնահատելով նրանց աշխատանքը քաղաքացիական իրավունքների պաշտպանությանը, հումանիտար օգնությանը և ապարտեիդի դեմ պայքարում։ Բարակ Օբաման մրցանակը ստացավ 2009 թվականին իր առաջին պաշտոնավարման ընթացքում միջազգային դիվանագիտությունն ամրապնդելու իր արտակարգ ջանքերի համար։ Այս որոշումը սակայն դարձել է Դոնալդ Թրամփի մշտական քննադատության թիրախը։ Նա պնդել է, որ Օբաման մրցանակը ստացել է ոչինչ չանելու համար, բացի երկիրը քայքայելուց։ Նախագահներից այս մրցանակին են արժանացել նաև Թեոդոր Ռուզվելտը ռուս-ճապոնական պատերազմում միջնորդության, Վուդրո Վիլսոնը ազգերի լիգայի ստեղծման գաղափարի և Ջիմի Քարտերը իր հետ նախագահական շրջանում խաղաղարար գործունեության համար։ Վերջին տարիներին կոմիտեն կրկին կենտրոնացել է իրավապաշտպանների և զինաթափման կողմնակիցների վրա, ինչպես օրինակ 2024 թվականի դափնեկիր Նիհոն Հիդանկյոն հանուն միջուկային զենքից զերծ աշխարհի պայքարի համար։ Նոբելյան կոմիտեի այս տարվա ընտրությունը հատկապես ուշագրավ է Դոնալդ Թրամփի բազմակի հայտարարությունների ֆոնին, թե հենց ինքն է արժանի մրցանակին, իրեն վերագրելով 7 պատերազմ կանգնեցնելը։ Հազարավոր երիտասարդներ մահանում են ամեն շաբաթ։ Եթե ես կարող եմ փրկել նրանց, կիրառելով պատժամիջոցներ, կամ պարզապես ինքս իմ միջոցով, կամ օգտագործելով շատ ուժեղ սակագնային համակարգ, որը շատ ծախսատար է Ռուսաստանի, կամ Ուկրաինայի, կամ ում հետ ունենք հակասություններ, դե դուք գիտեք, բայց ես 7 պատերազմ եմ դադարեցրել, եւ այդ պատերազմներից 3-ը տևել են ավելի քան 30 տարի։ Այնուամենայնիվ նոբելյան փորձագետները նախապես ասել էին, որ Թրամփի հնարավորությունները փոքր են։ Շատ վերլուծաբաններ կարծում են, որ այժմ Նոբելի ամենահեղինակավոր ու բաղձալի մրցանակին չարժանանալուց հետո կարևորն այն չէ, թե ինչ կհայտարարի Թրամփը, այլ այն, թե ինչ քայլերի կանցնի, հաշվի առնելով խաղաղության հաղթական պատերազմներով պաշտպանելու նրա վերջին ակնարկները։ Համենայն դեպս Սպիտակ տունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահը կշարունակի համաձայնագրեր կնքել, դադարեցնել պատերազմները եւ փրկել կյանքեր։ Աննա Հարությունյան, Reopen Media։ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ Ասկերան ավտոճանապարհին հարակից Հայկազով կոչվող տեղանքում Պաշտպանության բանակի զորամասի վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետալի պայթյունը խլեց 219 մարդու կյանք, ավելի քան 290-ը վիրավորվեցին։ Մինչև այսօր 22 քաղաքացի համարվում է անհետ կորած։ Ավելի քան 1 ամիս տևած նկարահանումներից հետո Reopen Media-ն ներկայացնում է այս ցավալի իրադարձության վավերագրական պատմությունը, վերջին պայթյունը, այսօր 22-ին դիտեք մեր ալիքում։ ԽՍՀՄ-ի հավաքականի կազմի լեգենդար հարձակվող և օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհել է Ռուսաստանի աշխատանքի հերոսի կոչում պետությանը մատուցած ծառայությունների, հայրենական ֆուտբոլի զարգացման և հանրահռչակման համար։ Հերոսի կոչում շնորհելու հրամանագիրը Պուտինը ստորագրել է Նիկիտա Սիմոնյանի ծննդյան տարեդարձի նախօրեին։ Վաղը մեր լեգենդար հայրենակիցը կդառնա 99 տարեկան։ Իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում Սիմոնյանը դարձել է ԽՍՀՄ քառակի չեմպիոն և կրկնակի գավաթակիր։ Նվաճել է ոսկե մեդալ, արժանացել է FIFA-ի շքանշանի։ Նա 160 գոլով Սպարտակի պատմության լավագույն ռմբարկուն է եղել։ Մարզչական կարիերայի ընթացքում Նիկիտա Սիմոնյանը 1973-ից 74 թվականները գլխավորել է Երևանի Արարատը, որից հետո դարձել ԽՍՀՄ-ի չեմպիոն և գավաթակիր։ Երկար տարիներ և մինչև այժմ Սիմոնյանը Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահն է։ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի Հունգարիայի դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպման նախօրեին հայտնել է ազգային թիմի նպատակը առաջիկա խաղում։ Ոչ մի տարբերություն չկա, նախորդ հանդիպումների համեմատ ունենք մեկ նպատակ հասնելու լավ արդյունքի և դրա համար անել հնարավոր ամեն ինչ։ Ոչ ոքին կհամարվի լավ արդյունք, որովհետև տնային խաղ չէ և ունենք ուժեղ մրցակից, ասել է Մելիքյանը։ Հունգարիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա այսօր Բուդապեշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 20-ին։ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը պայքարի մեջ կմտնի աշխարհի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը։ Գերծանր քաշային ծանրորդների մրցույթները կմեկնարկեն Երևանի ժամանակով ժամը 18-ին։ Եվ վերջում սպասվող եղանակի մասին հանրապետության տարածքում հոկտեմբերի 12-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ, վաղը երեկոյան առանձին շրջաններում, հոկտեմբերի 13-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև, օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-ից 3-ը կնվազի 5-ից 7 աստիճանով։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, հաճելի կիրակի բոլորիդ, հաջողություն։